Թիվ 23-32 ընտրական տեղամասի նախագահ Աշոտ Բաղրամյան։ Մատնահետքի սարքերի հետ, այդ սարքերի հետ առավոտյան միջադեպ եղավ, սարքերից մեկը խափանվեց, չաշխատեց, հետո ուղղեցին, սկսեց աշխատել, հիմա նորմալ ամեն ինչ։ Մարդիկ չքվեարկեցին, սարքը գրանցեց մարդկանց, բայց մարդիկ կտրոնը չտվեց, մարդիկ չքվեարկեցին, միջադեպը գրանցվեց մեր գրանցամայրցանում։ 1789 ցուցակային թիվն է, մոտ 600, այս ժամի դրությամբ մոտ 600 մարդ։ Քաղաքացիների համար սա նոր բան է, ինչ-որ դժվարություններ լինում է, ինչքան բնականաբար աշխատում ես ու մարդկանց օգնես, բացատրես ոնց է, բայց ստացվում է որ մեկ-մեկ հեշտ չեն ընկալում։ Ակտիվությունը բավականին բարձր։ Ներս դիրեսա մեր հետ կգա կողնիկ, գրանցվի կողնիկ ես։ Այդտեղ չէ, ներսը։ Հավաքեք դրիվ ծրարները։ Դրիվ ինչ ունեք ծրար, ձեր կտրոն ներս բար։ Հաջորդ ձեռքից Մազմանյան արժի գիրք դաշինքի վստահված անց։ Սարքերից մեկը առավոտը 1 ժամով չաշխատեց, ահագին խնդիրներ առաջացավ, մասնագետ եկավ, կարգավորեց, առայժմ նորմալ է։ Կուտակում մի քիչ ավելացավ դրա արդյունքում, բայց շարունակեց նորմալ ընթացավ հետո։ Թիվ 23-31 տեղամասային հանձնաժողովի նախագահ Մարտուն Բեգլարյան։ Ցուցակով 1815 ընտրող, 2 հոգի եկել են լրացուցիչ ցուցակով, իսկ հիմա 600-ի կարգի է այս պահի։ Մինչ այս պահը որևէ խափանում չի եղել։ Կուտակումներ սենյակում չէ, բայց այնտեղ սպասել են մինչև այնպես որ տեղամասում ամեն ինչ նորմալ է եղել։ Եղել է մեկ դեպք, երբ ընտրողը կորցրել է կտրոնը եւ նա մարվել է քվեաթերթիկը, այնպես որ շատ էր ուզում որ ընտրեր, բայց հնարավորություն չկա, օրենքը թույլ չի տալիս։ Կտրոնը կորցրել է, այսինքն զրկվում է քվեարկելու իրավունքից։ Այո,
Բեկչյան Մարիան մարդու իրավունքների պաշտպանի դիպտոր։ Մի փոքր միջադեպ եղել է, այդ տեղում շտկվել է շատ։ Ասենք մի տատիկ եկել էր ընտրելու, կտրոնը կորցրել էր, հետո եկել էր նստել էր, չեմ գնում եւ վերջ։ Դրանից հետո ասենք մի ոստիկանության միջամտությամբ դուրս եկավ։ Դե հիմա ասում եմ ես նորից եմ ընտրում, կրկնակի ընտրություն եմ ուզում։ Մարվեց ծրարը եւ վերջ։ Ընտրություն արել եմ, հանուն լավ ապրելու իմ սպասելիքը կարտավանում։ Միշտ հույսը պիտի ուղեկցի։ Ժողովուրդը դժվար տանջված է, բոլորս էլ ընտրության են կսպասում, ես շատ գիտեմ, ինչ գիտեմ, ժողովուրդը հավաքվել է եւ բոլորն էլ ընտրում են, Աստված տա լավ լինի։ Երեք 30 ընտրատարածքի նախագահն եմ, Տաթևիկ Ղամբարյան։ Մեր մոտ հոսքը շատ է, մեծ է, այս պահի դրությամբ մենք ունենք մոտ 600 ընտրող, դրա համար ոստիկանության խնդրում ենք, որպեսզի 15 հոգուց ավել չթողնենք, մարդկանց մոտ խուճապ չլինի, բայց ոչ մի խախտում չի եղել։ Անձնակազմը բացատրում է, ով չի հասկանում, նորից մեկ անգամ ենք բացատրում, աշխատում ենք, որ անվավերները քիչ լինեն։ Ցուցամատրեք, սեղմեք, վերջ, սպասեք մի րոպե, կտրոնը կտամ, կմոտենա կողքի սեղանին։
23-34 ընտրատարածքին տեղամասի նախագահ Հայկազ Եղիազարյան 603 ցուցակով մենք ունենք տեղամասում գրանցված 1502 ընտրող մի անգամ այսօր ընթացքում սարքերից մեկը լավ չաշխատեց, տեղը արագ կապնվեցինք մենք համապատասխան մասնագետի հետ, հարցը 2 րոպեվա մեջ լուծվեց։ Հիմնականում տարեց մարդիկ, որոշ դժվարություններ են ունենում ընտրական գործընթացի հետ կապված։ Ընտրական օրենսգիքը մեզ թույլ է տալիս օգնության հնարավորություն։ Հա, գնա։ Մարգարյան Սուսաննա 2336 ընտրատեղամասի նախագահ 1628 367 Հա, միջադեպ եղավ թեթևակի, որը վերացրեցինք վստահված անձի հետ կապված, այնպես որ լուրջ հետևանքներ մի խոսքով բացատրեցինք վստահված անձին։ Եկեք զերծ մնանք այդպիսի թեթևակի միջադեպ ուղղակի խոչընդոտում էր բնականոն մեր ընթացքին, փոխեցին վստահված անձին։ Բերեք դրա մասին չխոսենք, հա, այսօր ինձ թվում է պետք է կուսակցություններ նշել կամ ինչ-որ քաղաքականացնել, չեմ ցանկանում։ Ուղղակի մինչև ընտրության ավարտը չեմ ուզում ինչ-որ, չէ, ուղղակի չեմ ցանկանում։ Հակոբյան Էդգար, Հանրապետական կուսակցություն, կուտակումներն է ժողովրդի լինում, մենք էլ արդեն օգնում ենք։ Միջադեպ այդպես լուրջ միջադեպ չի եղել։ Լուրջ միջադեպ չի եղել։ Հանձնաժողովի անդամների հետ կապված Մեզ մոտ անձնաժողովի հետ կապված խնդիրներ չկա։ Ես չեմ նկատել ճիշտ։ Նորմալ աշխատում է եւ մատնահետքի սարքերը եւ տեսախցիկները։ Հերթ հավաքում հիմա դա արդեն բնականon ընթացք է ընտրություն։ Կարևորն է նա, որ բոլորը մասնակցեն, ինչքան հնարավոր է շատ, բայց հանրապետության վիճակը ուղղելու համար միակ ճանապարհը կա արտոնաբերությունը ոտքի անել, ուրիշ վարիանտ գոյություն չունի։ Իմ պարտքն եմ համարում մասնակցեմ, մի 20 րոպեա 40 կտևի չեմ կարող ասեմ, բայց պետք է մասնակցեմ։ Երկրի վիճակը կփոխվի, կլավանա ավելի լավ, մեր կեղտոտ Վանաձորը կդառնա մաքուր Վանաձոր։ Ողքի սեղանը մոտեցեք, կտրոնը մինչև վերջ կպահեք։
Կոստանյան Հեղին է 2333-ի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ։ Երկու սարքն են շատ նորմալ աշխատում են, տեսախցիկը կա, խախտումներ չեն գրանցվել, ոչ մի միջադեպ, ոչ մի խախտում, ոչ մի խափանում։ Եթե ունենում են խնդիրներ, պարտադիր օգնում ենք, ուղեկցում ենք, կրկին անգամ չենք դժվարանում բացատրելու օրենքը, հիշեցնելու օրենքը։ Ընտրողների թիվը 915 է, նրանցից կատարել են 392-ը։ տեղամասային հանձնաժողովի նախագահ Կարինե Աթոյան 1909 ընտրող ունենք 747-ը արդեն մասնակցել է ընտրությանը եւ կատարել է քվեարկություն չի եղել խափանում ինչ եմ ասում չի եղել իրոք ընտրողներից մեկը եկել էր ամուսնու նույնականացման քարտով ինքն ասում է որ տանը շփոթել եմ իմը պետք է վերցնեի ամուսնուս եմ վերցրել բայց ամուսինը արդեն իր ընտրությունը կատարել էր եւ տեխնիկական սարքավորման մեջ երբ ներբեռնվեց անմիջապես կարմիր լույսը վարեց եւ կանչեցին ոստիկաններին եւ կտրոնը եւ անձնագիրը տվեցինք նրանց կազմվեց արձանագրություն դժվար են ընտելանում հա մասսակա հեշտ կողմնորոշվում են բայց լավ իրազեկված չեն տարեցներ ունենք որ դժվարությամբ են ընտրում դիտորդները չեն ուզում դիտորդների ձուլ է ոչ մի դիտորդ չի ուզում վստահված անձ դուք կտաք հարցածու երկից ունենք Խաչատրյան Աննա Ելդաշինքից վստահված անձ եմ արտարոս դեպքեր չեղել շատ նորմալ հանգիստ խաղաղ ընթանում է ահա այո աշխատում են ասել եմ իրանք արդեն դրել ստուգել են այ որ նորմալ աշխատում է սարքավորումներն են նույնպես նորմալ է